Սա Մերլին Մոնրոյի հայտնի ու լեգենդար ելույթն է նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան տոնին։ Մոնրոն սիրավեպ ուներ միանգամից և նախագահ Քենեդիի և նրա եղբոր Ռոբերտ Քենեդիի հետ։ Այս լեգենդար ելույթից ուղիղ 3 ամիս հետո Մոնրոյին սպանված կգտնեն սեփական ննջասենյակում հեռախոսը ձեռքին։ Դրանից ուղիղ 1 տարի հետո կսպանեն նախագահ Ջոն Քենեդիին, իսկ դրանից ևս 5 տարի հետո կսպանեն Ռոբերտ Քենեդիին։ Այս 3 մահերը շատերը առեղծվածային կերպով կապում են իրար հետ, ու մինչև այսօր էլ այս 3 մահերը օդում կախված շատ հարցեր են թողել։ Ով կամ ինչը ընդամենը 36 տարեկանում կարիերայի ամենապիկին սպանեց աշխարհի ամենահայտնի ամերիկուհուն, որին ցանկանում էր աշխարհում յուրաքանչյուր տղամարդ և որին ուզում էր նմանվել աշխարհում յուրաքանչյուր կին։ Մերլին Մոնրոյի շատ ֆիլմեր ես ինքս չեմ դիտել։ Իմ ամենասիրած ֆիլմը Մոնրոյի մասնակցությամբ, որը ես դիտել եմ ռուսերենով, այնպես ինչպես հետխորհրդային շրջանում ծնված յուրաքանչյուր երևի թե երեխա, ջազում միայն աղջիկները լեգենդար ֆիլմն է։ I want you to think I'm a drinker. I can stop anytime I want to, only I don't want to, especially when I'm blue. Իդեպ, երբ նայում ես այդ ֆիլմը, իսկ հետո գալիս ես Լոս Անջելես, անպայման պետք է այցելել Սան Դիեգոյում գտնվող լեգենդար հյուրանոցը, որտեղ էլ անցել են այս ֆենոմենալ ֆիլմի նկարահանումները։ Բայց եթե նույնիսկ ոչ մի ֆիլմ չեք դիտել Մերլին Մոնրոյի մասնակցությամբ եւ ավելի նոր սերնդի ներկայացուցիչ եք կամ չգիտեմ ինչ պատահականությամբ, բայց երբևէ ձեր էկրաններին չի հայտնվել գոնե ջազում միայն աղջիկներն են ֆիլմը, դուք միևնույն է հաստատ գիտեք Մերլին Մոնրոյի անունը։ Մոնրոն երևի թե աշխարհի ամենահայտնի ամերիկուհիներից մեկն է։ Մերլին Մոնրոն իսկական սեքսուալ հեղափոխություն արեց ամբողջ աշխարհում։ Մոնրոն աչքի չէր ընկնում գծած գեղեցիկ դիմագծերով եւ ուներ բավական կլոր ֆորմաներ ու հեռու էր մոդելային կազմվածք ունենալուց, բայց միևնույն է, հենց Մերլին Մոնրոն դարձավ մի ամբողջ էպոխայի սեքսուալության մարմնացումը, ում մասին իրենց սենյակներում երազում էր յուրաքանչյուր տղամարդ եւ որին ուզում էր նմանվել ամեն կին։ Մոնրոյի ֆենոմենը միայն արտաքինը կամ կազմվածքը չէր։ Մոնրոյի սեքսուալ էներգետիկան առաջին հերթին գալիս էր միամիտ մի քիչ երեխայական հայացքից, մի քիչ հիմարիկի վարքագծից եւ շատ ցածր ու մեղմ ձայնի ինտոնացիայից, որի պատճառով իդեպ նա կարիերայի սկզբում լուրջ խնդիրներ ուներ ռեժիսորների հետ։ Oh, do you feel the breeze from the subway? Isn't it delicious? Այն կինը, որը ցանկալիության խորհրդանիշ էր տղամարդկանց համար եւ գեղեցկության էտալոն էր բոլոր կանանց համար, ընդամենը մի քանի տարի հետո հայտնվելու էր խորը դեպրեսիայի մեջ մենակության պատճառով եւ մահանալու էր լրիվ մենակ սեփական ննջասենյակում, ու մինչեւ այսօր էլ այդպես էլ ոչ ոք չգիտի ում էր նա զանգահարել կյանքի վերջին րոպեներին եւ ում հետ խոսելուց հետո առեղծվածային կերպով մահացել էր հեռախոսը ձեռքին սեփական ննջարանի հատակին։ Մերլին Մոնրոյի բումը լինում է 1953 թվականին։ Հենց այդ ժամանակ էկրան է բարձրանում նրա լեգենդար 2 ֆիլմերը, ինչպես Ամուսնանալ միլիոնատիրոջ հետ եւ Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին։ There may come a time when a lass needs a lawyer, but diamonds are a girl's best friend. Հենց այդ ֆիլմերի ժամանակ Մոնրոն վերջնականապես մտավ այն կերպարի մեջ, որը նրան դարձնելու էր գեղեցկության եւ սեքսուալության էտալոնը այդ էպոխայի համար։ Իսկ այդ կերպարը հիմարիկ, միամիտ ու գեղեցիկ բլոնդի կերպարն էր։ Մոնրոն պարզապես հասկացավ, որ տարիներ շարունակ պայքարել նրա համար, որ ռեժիսորները իրեն այլ աչքով եւ այլ պրիզմայով տեսնեն, անիմաստ է։ Ու հենց այդ պատճառով էլ որոշեց դադարեցնել պայքարել ու սեփական կամքով մտավ հիմարիկ, միամիտ, գեղեցիկ բլոնդի կերպարի մեջ, հասկանալով, որ հենց դա է նրա գլխավոր ու ամենաուժեղ խաղաքարտը։ Մոնրոն իսկապես
հեղափոխություն արեց։ Ինչու, որովհետև 50-ական թվականները հետպատերազմյան ժամանակաշրջանի առաջին տասնամյակն էր, եւ այս շրջանում կանացիության բոլորովին այլ ստանդարտներ էին պրոպագանդվում։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում նպատակ կար պրոպագանդելու ընտանեկան արժեքները եւ ծնելիությունը, ու հենց այդ պատճառով էլ առաջին պլան, որպես կանացիության էտալոն, անցել էր կնոջ կերպարը, որը ամուսնացած էր եւ բազմազավակ մայր էր։ Մոնրոն եկավ եւ շրջեց ամեն ինչ գլխի վայր։ Նա նման չէր այս ժամանակաշրջանում պրոպագանդվող կնոջ էտալոնին, նման չէր նախ արտաքինով։ Նա ամենևին հեռու էր մոդելային կառուցվածքից եւ աչքի էր ընկնում իր ոչ ստանդարտ ժամացույց հիշեցնող կազմվածքով, փարթամ կրծքեր, բարագիրան եւ բավական կլոր ֆորմաներ։ Մոնրոն նման չէր այս կանանց նաև իր վարքագծով եւ էներգետիկայով։ 60-ական թվականներին արդեն Մոնրոն վերջնականապես աշխարհի ամենահայտնի ամերիկուհին էր, որին ուզում էին կպնել բառացիորեն բոլորը, լինել նրա կողքին ուզում էին բառացիորեն բոլորը, կապ չունի տղամարդ թե կին։ Եվ արի ու տես, որ այս հայտնիության եւ այս պոպուլարության հենց պիկին ընդամենը մի քանի տարի հետո 1962 թվականին Կիրակնորյա մի առավոտ Մերլին Մոնրոին մահացած է գտնելու սեփական հոգեթերապևտը իր ննջասենյակի հատակին։ Մոնրոյի ձեռքին լինելու է հեռախոսը եւ պարզ է լինելու, որ մահից ընդամենը րոպեներ առաջ Մոնրոն խոսել էր հեռախոսով ինչ-որ մեկի հետ։ Մոնրոյին մահացած հայտնաբերելուց ընդամենը մի քանի րոպե հետո նրա տուն եկել են գաղտնի գործակալության աշխատակիցները եւ տարել են բոլոր հեռախոսները եւ հեռախոսազանգերի մասին ոչ մի ինֆորմացիա մինչեւ այսօր էլ հասանելի չէ եւ մինչեւ այսօր էլ մնում է գլխավոր մեծ հարցականը. ում հետ էր մահից առաջ խոսել Մոնրոն եւ արդյոք դա սպանություն էր թե ինքնասպանություն։ Բայց Մերլին Մոնրոյի կյանքի տրագիկ ավարտը հասկանալու համար պետք է հասկանալ որտեղից է սկսվել իրականում նրա կյանքի դրաման, իսկ դրաման Մոնրոյի սկսվել է հենց ծննդյան պահից։ Աշխարհի ամենագեղեցիկ կինը, որը կարծես թե ոչ մի խնդիր չպետք է ունենար եւ շրջապատված պետք է լիներ հազարավոր մարդկանցով, արի ու տես, որ ծնված օրվանից եղել է միայնակ, ինքնամփոփ ու դժբախտ։ Մերլին Մոնրոյի մայրը Գլեդիս Մոնրոն էր։ Նա աշխատում էր Լոս Անջելեսում կինոստուդիաներից մեկում եւ սիրավեպ ուներ իր ղեկավարի Չարլզ Գիֆորդի հետ ու հենց նրանից էր կինը հղիանում է։ Բայց տղամարդը իմանալով անցանկալի հղիության մասին հայտնում է, որ ինքը պատրաստ չէ հայր դառնալ եւ խզում է կապերը Գլեդիսի հետ։ 1926 թվականի հունիսի 1-ին լույսաշխար է գալիս Նորմա Ջոնսը, աղջիկը, որին տարիներ հետո ամբողջ աշխարհը արդեն ճանաչելու է որպես Մերլին Մոնրո։ Մոնրոյի մայրը Գլեդիսը դեռ երիտասարդ էր եւ արդեն երիտասարդ լինելով ուներ երկու անհաջող ամուսնություն իր ուսերի հետևում եւ երեխաներ, որոնց մասին հոգ չէր տանում ու հասկանում էր, որ այս անգամ էլ իր կողքին ամուսին կամ տղամարդ չունենալով պատրաստ չէ երեխա մեծացնել միայնակ։ Ինքը դեռ երիտասարդ է եւ ուզում է այսպես ասած դեռ կյանք անել։ Ու հենց այդ պատճառով էլ Գլեդիսը իր նորածին աղջկան Նորմային որդեգրման է հանձնում մի ընտանիք, որտեղ մի քանի երեխաների էին պահում ու փոխարենը պետությունից գումար էին ստանում։ Նորմայի հիշողություններով հենց այնտեղ է առաջին անգամ ինքը ենթարկվել բռնության։ Նորմայից հրաժարվում է ոչ միայն մայրը, այլ նաև մորական կողմով տատը։ Ներս է խուժում այն տուն, որտեղ ապրում էր Նորման, հարցակվում է իր համարյա թե նորածին թոռան վրա եւ փորձում են նրան խեղդել բառի բուն իմաստով։ Մոնրոյի տատիկին տեղափոխում են հոգեբուժարան եւ նրան դնում են ախտորոշում բիպոլար խանգարում։ Որոշ ժամանակ հետո տատը մահանում է հոգեբուժարանում հենց հոգեկան խանգարումների արդյունքում։ 6 տարեկանում Նորման հայտնում է իր որդեգրած ծնողներին, որ ուզում է մեծանալ եւ դառնալ դերասանուհի։ Այս ընտանիքի համար դա սառը ցնցուղի պես մի բան է լինում, որովհետեւ ընտանիքը հավատացյալ էր եւ նրանք շատ կտրուկ ու հստակ պատասխան են տալիս, որ իրենք համաձայն չեն, իրենք գնում են եկեղեցի, այլ ոչ թե
կինո։ 1933 թվականին Նորմայի մայրը Գլեդիսը որոշում է վերադառնալ իրականություն, մեղքերի թողություն անել, գնում է տուն եւ որոշում է որդեգրած ընտանիքից հետ վերցնել իր աղջկան, տեղափոխվել նոր գնված տուն եւ միասին երջանիկ ապրել։ Սա իսկապես մի շրջան էր, երբ հույսով լցված էին եւ Նորման եւ Գլեդիսը։ Նրանք հավատում էին, որ իսկապես նոր ու երջանիկ կյանք են սկսելու այս տան մեջ։ Բայց արի ուտես, որ շատ կարճ ժամանակ հետո Գլեդիսի մոտ սկսվում են հոգեկան խնդիրներ եւ նրան եւս տեղափոխում են հոգեբուժարան։ Նորմայի մոր մոտ ախտորոշում են շիզոֆրենիա։ Մոր ախտորոշումից հետո Նորման նորից հայտնվում է դրսում։ Այս անգամ հայտնվում է մանկատանը ու ասում են, որ Նորմայի ինքնամփոփության եւ խորը ամբողջ կյանքը շարունակվող դեպրեսիայի պատճառը լինում են հենց այն տարիները, որը նա անցկացնում է մանկատանը։ Ավելին, Նորմայի, այսինքն Մերլին Մոնրոյի ամուսիններից մեկը հետագայում արդեն պատմում է, որ ամբողջ կյանքի ընթացքում Մոնրոն մտնում էր սենյակ եւ բառացիորեն կարողանում էր առանձնացնել այն մարդկանց, ովքեր մեծացել են մանկատանը, որովհետեւ Մոնրոն ասում էր, որ բոլոր այն մարդիկ, ովքեր մեծացել են մանկատանը, ունեն մի տեսակ ինքնամփոփ ու մի տեսակ դատարկ հայացք։ Որոշ ժամանակ մանկատանը ապրելուց հետո Նորմային, այսինքն Մերլին Մոնրոյին, վերցնում է իր մոտ Գլեդիսի, այսինքն Մոնրոյի մոր ընկերուհին։ Բայց այս ժամանակաշրջանը եւս Մոնրոյի կյանքում երջանիկ չի լինում, որովհետեւ ընկերուհին երկար ժամանակ չի կարողանում նրան ինքնուրույն պահել եւ Նորման ուղղակի մի բարեկամի տնից մյուս բարեկամի տուն է տեղափոխվում անընդհատ ու այս ընթացքում եւս բազմաթիվ բռնությունների է ենթարկվում, ինչի պատճառով վերջնականապես դառնում է ինքնամփոփ, լրակյաց ու շատ խեղճացած երեխա։ Չափահաս դառնալուց հետո մոր ընկերուհին որոշում է ժամանակը չկորցնել եւ շատ արագ ազատվել Նորմայից, ինչի համար էլ աչքի տակ է առնում հարևանի տղային, մի երիտասարդ, որի անունը Ջեյմս Դոգերտի էր։ Այս երիտասարդը բավական խելացի էր, բավական տեսքով էր, գեղեցիկ էր եւ հեռանկարային ու ընկերուհին համոզում է, որպեսզի Նորման լավ աչքով նայի երիտասարդին եւ համաձայնվի ամուսնանալ նրա հետ։ Մերլին Մոնրոյի ամուսնությունը լինում է ընդամենը 16 տարեկանում, երբ նա համարյա թե երեխա էր եւ տպավորություն էր, որ նա ոչ թե ամուսնացել եւ հարս է գնացել, այլ պարզապես երեխա էր, որը փոխել էր իր բնակության տեղը։ Բայց հետաքրքիր մի բան, եթե չլիներ Մերլին Մոնրոյի առաջին ու վաղաժամ այս ամուսնությունը, Մերլին Մոնրոն գուցե երբեք չհայտնվեր կինոստուդիայում։ Ինչու՞։ Ջեյմս Դոգերտին, այսինքն Մոնրոյի ամուսինը, ամուսնությունից որոշ ժամանակ հետո պետք է գնար երկարաժամկետ նավարկության աշխատանքի բերումով եւ Նորման մնում է իր ամուսնու ծնողների հետ։ Ամուսնու ծնողներն էլ որոշում են, այսպես ասած, Նորմայի ժամանցը լրացնել եւ նրան աշխատանքի տեղավորել մի ընկերությունում, որը արտադրում եւ վաճառում էր հեռակառավարվող ինքնաթիռներ։ Աշխատանքային օրերից մեկի ընթացքում գործարան հյուր է գալիս մի լուսանկարիչ Հոլիվուդից, ով որ որոշել էր նկարահանել ուղղակի կանանց, ովքեր աշխատում են գործարաններում։ Եվ նա միանգամից ֆիքսում է Նորմային, Մերլին Մոնրոյին։ Նա լուսանկարում է աղջկան եւ հասկացնում է նրան, որ տեսախցիկը Նորմային շատ է սիրում եւ ինքը արժի, որ թողնի իր գործարանային աշխատանքը, հավաքի պորտֆոլիո ու զբաղվի մոդելային կամ դերասանական կարիերայով։ Այս խորհուրդը Նորման շատ ուշիուշով լսում է եւ հենց այդպես էլ անում է։ Նա հավաքում է իր եղած լուսանկարներից պորտֆոլիո եւ տարբեր գործակալություններ է սկսում դիմել մոդելային կարիերա սկսելու համար։ Աղջիկը իսկապես շատ գեղեցկադեմ էր ու դրա համար էլ գործակալությունները շատ արագ արձագանքում են եւ կարճ ժամանակ հետո Մոնրոն սկսում է հայտնվել բազմաթիվ ամսագրերի շապիկներին։ Այս ժամանակ, հիշում եք, Մոնրոյի ամուսինը գտնվում էր նավարկության մեջ ու առաջին անգամ այն, որ իր տանը թողած երիտասարդ կինը դարձել է մոդել, այն էլ բավական հաջողված, նա իմանում է հենց ամսագրի շապիկից։
պատահական նրա ամուսնու ձեռքը ընկնում է ամսագիրը, որի շապիկին Դոգերտին տեսնում է սեփական կնոջը ու նույնիսկ այնքան է հավանում այն ինչ տեսնում է, որ սկսում է ընկերների մոտ գլուխ գովալ ու բոլորին ցույց տալ ամսագիրը, պարծենալով, որ ամսագրի շապիկին իր կինն է։ Երբ Դոգերտին վերադառնում է նավարկությունից տուն, նա որոշում է կնոջը վերադարձնել նախկին կյանքին եւ ավելի քան վստահ էր, որ Նորման նորից թողնելու է իր մոդելային աշխատանքը, գալու է տուն եւ դառնալու է իր հնազանդ կինը։ Բայց արի ուտես, որ Նորման բոլորովին այլ պլաններ ուներ հիմա։ Նա զգացել էր հայտնիության համը եւ այլևս տանկին չէր ուզում լինել։ Հենց դա էլ լինում է Մոնրոյի առաջին ամուսնության վերջակետը։ Ամուսնալուծվելուց հետո Նորման լի էր երազանքներով մեծ էկրանների մասին եւ նա 1 տարվա պայմանագիր է կնքում 20-րդ դար Fox ընկերության հետ ու սկսում է աշխատել շատ երկրորդական դերերի համար, մոտավորապես այնպիսին, ինչպիսին տեսնում եք, այս կադրում երկրորդական, երրորդական շերտում կարելի է տեսնել Մերլին Մոնրոյին։ Այսինքն հասկանալի էր, որ այս դերերը կային որպես այդպիսին եւ ապահովում էին Մերլինին շաբաթական մոտավորապես $125 աշխատավարձ, բայց հայտնիություն այս դերերը նրան չէին բերելու, որովհետև այս վայրկյանական կադրերում դժվար թե որևէ ռեժիսոր կամ որևէ պրոդյուսեր հասցներ նկատել աղջկան։ Այդպես էլ լինում է։ 1 տարվա պայմանագիրը լրանալուց հետո ընկերությունը որոշում է չերկարացնել Նորմայի հետ պայմանագիրը եւ այն չթարմացնել։ Սա իսկական շոկ է լինում աղջկա համար, որը ընտանիքն էր կորցրել եւ ամուսնալուծվել էր այս պայմանագրի համար, ու որը վստահ էր, որ վերջ տալով ամուսնական կյանքին սկսելու է իր դերասանական կյանքը։ Նորման հասկանում է, որ իրականում պետք է ամեն ինչ վերցնի իր ձեռքը ու շատ ավելի խիստ ու կտրուկ քայլերի գնա, որ կինոինդուստրիան ուր ինքը ուզում է մտնել, տղամարդկաց աշխարհ է, այնտեղ հենց այնպես մուտք չես գործի։ Այնտեղ մուտք գործելու համար պետք է գործի դնել ամենակարևորը՝ սեփական կանացի սեքսուալությունը։ Ու այո, Նորմային մինչև այսօր էլ, այսինքն Մերլին Մոնրոյին մինչև այսօր էլ քննադատում են, որ նա եղել է առաջին դերասանուհիներից մեկը Հոլիվուդում, ով բառացիորեն էկրաններին հայտնվել է պրոդյուսերի կամ ռեժիսորի անկողնում հայտնվելու միջոցով։ Ու Մերլինի կյանքը ցույց է տալիս, որ իսկապես դրա մեջ ճշմարտության ինչ-որ կաթիլ կա։ 20-րդ դար Fox-ի հետ պայմանագիրը չերկարացնելուց հետո Մերլինը որոշում է ուղղակի հագնել շատ նեղ բլուզ, հարդարել մազերը, լավ ու արտահայտիչ դիմահարդարում անել եւ դուրս գալ ու քայլել Հոլիվուդ բուլվարով, հույսով, որ իր գեղեցկությունը նկատելու են պրոդյուսերներից կամ ռեժիսորներից մեկը, ովքեր էլ օգնելու են նրան հայտնվել մեծ էկրաններին։ Նորման նաև հասկանում էր, որ միայն Հոլիվուդ բուլվարը բավարար չէ, եւ նա սկսում է փնտրել երեկույթներ ու փարթիներ, որոնց ընթացքում նա կարող էր ծանոթանալ ճիշտ տղամարդկանց հետ։ Եվ ահա այսպիսի հերթական հավաքույթներից մեկի ժամանակ էլ Նորման ծանոթանում է ռուս էմիգրանտ Ժոզեֆ Շենկի հետ, ով համատեղությամբ լինում է նաև հոլիվուդյան պրոդյուսեր։ Այս տղամարդը 70 տարեկան էր, բայց հենց նրա հետ սիրային կապի մեջ մտնելով Նորման ստանում է իր հերթական պայմանագիրը, այս անգամ Կոլումբիա ընկերության հետ։ Բայց այս սիրավեպը այո նրան օգնում է ստանալ պայմանագիր, բայց այդ պայմանագիրը այնքան մեծ ու արժեքավոր չի լինում, եթե հաշվի առնենք, որ երիտասարդ աղջիկը սիրային կապի մեջ էր մտել 70 տարեկան ծերունու հետ։ Այս պայմանագիրը եւ այս կինոփորձերը որպես այդպիսին Մերլինին ոչ մի հաջողություն չեն բերում։ Հաջորդ սիրավեպը, որը Մերլինին ինչ-որ չափով ճանապարհ է հարթում դեպի մեծ էկրան, լինում է Ջոնի Հայդ անունով պրոդյուսերի հետ։ Այս տղամարդը 50 տարեկան էր եւ բավական լուրջ կապեր ուներ հոլիվուդյան կինոինդուստրիայի մեջ եւ հենց նա է օգնում, որպեսզի Նորան, իսկ հետագայում, այսինքն շատ շուտով արդեն Մերլին Մոնրոն իր պայմանագիրը կնքի նորից 20-րդ դար
Fox-ի հետ։ Իդեպ հենց 20-րդ դար Fox ընկերության ղեկավարությունն է առաջարկում աղջկան անել իր կյանքի երկու ամենակարևոր փոփոխությունները մեծ էկրանին փայլելու համար։ Նրանք խորհուրդ են տալիս, որպեսզի աղջիկը իր վարսերը դարձնի Շեք, այո, այսօր դժվար է պատկերացնել, որ եղել է ժամանակ, երբ Մերլին Մոնրոն շիկահեր չի եղել, բայց իրականում իր կարիերայի սկզբում Մերլինը ընդհանրապես շիկահեր չէր, ու միայն ընկերության ղեկավարության դրդմամբ Մերլինը փոխում է վարսերի գույնը, բայց ոչ միայն։ Պետք էր ավելի աստղային ու ավելի հնչեղ անուն ընտրել։ Ու դրա համար էլ աղջկան խորհուրդ են տալիս ընտրել Բրոդվեյի աստղերից մեկի Մերլին Միլլերի անունը՝ Մերիլին։ Իսկ որպես ազգանուն Նորման որոշում է ընտրել իր մայրիկի մորական ազգանունը, այսինքն դառնում է Մերլին Մոնրո։ Ու հենց այդ ժամանակից սկսած էլ արդեն շիկահեր Մերլին Մոնրոն կամաց իր երկրորդական դերերով սկսում է գրավել մարդկանց ու հատկապես տղամարդկանց ուշադրությունը։ Ամերիկայի տարբեր հատվածներում, տարբեր բարբերշոփերում կամ ավտոտնակներում, այնտեղ որտեղ հիմնականում հավաքվում են տղամարդիկ, սկսում են պատերին հայտնվել ամսագրերի շապիկներ կամ լուսանկարներ, որտեղ պատկերված է շիկահեր Մոնրոն, եւ հենց այդտեղից սկսվում է համատարած մանյան տղամարդկանց կողմից Մերլին Մոնրոյի նկատմամբ։ Այս ամենը վերջնակետի է հասնում 1953 թվականին, երբ Մոնրոն վերջապես բազմաթիվ երկրորդական ու, այսպես ասած, անիմաստ դերերից հետո կարողանում է ստանալ գլխավոր դերեր երկու շատ կարևոր իր համար ֆիլմերում, ինչպես Ամուսնանալ միլիոնատիրոջ հետ եւ Ջենտլմենները նախընտրում են շիկահերների, ու հենց այս ֆիլմերն էլ դառնում են Մերլին Մոնրոյի կարիերայի պիկի սկիզբը։ Մերլին Մոնրոյի հայտնիությունը արդեն սկսվել էր, բայց որպես սեքս իկոնա, որպես գեղեցկության էտալոն, Մոնրոն դեռևս վերջնականապես չէր հաստատել իր տեղը եւ դերը, ու հենց այդ ժամանակ տեղի ունենում մի շրջադարձային իրադարձություն, ու արձագանքը Մերլին Մոնրոյի այս իրադարձությանը ցույց է տալիս, որ իրականում Մերլինը բոլորովին էլ այն միամիտ հիմարիկ շիկահերը չէ, ինչպիսին ինքը ներկայանում էր էկրաններին։ Այս ժամանակահատվածում Հյուգ Հեֆները, երիտասարդ, շատ ամբիցիոզ մի խմբագիր, որոշում է հատուկ տղամարդկանց համար ամսագիր արտադրել։ Ամսագիր, որը թույլ կտար յուրաքանչյուր տղամարդու իր ցանկությունները եւ սեքսուալ երևակայությունը ուղղակի վերցնել իր ձեռքը եւ իր հետ տեղափոխել իր ննջասենյակ բառի բուն իմաստով։ Եվ հենց այդ ժամանակ էլ Հեֆները որոշում է ստեղծել տղամարդկանց համար նախատեսված ու աշխարհում երևի թե ամենահայտնի ամսագրերից մեկը՝ Playboy-ը։ Այս ամսագրի առաջին համարը շատ ռիսկային եւ ամբիցիոզ էր լինելու ու այն ստեղծելու համար մեծ գումարներ էր հարկավոր։ Հեֆները առաջին համարը հրապարակելու համար պարտքեր է անում ու հասկանում է, որ եթե առաջին համարը չվաճառվի, այս պարտքերի տակից ինքը ուղղակի չի կարող դուրս գալ։ Հետևաբար պետք էր այնպիսի ռումբ տեղադրել այս ամսագրի շապիկին, որ շապիկը վայրկյանական վաճառվեր ամբողջ Ամերիկայի տարածքով։ Եվ ինչ է անում Հեֆները։ Հասկանալով, որ այդ ժամանակահատվածում սեքսուալության եւ տղամարդկանց գրավչության էտալոնը հենց նա է, Մերլին Մոնրոն, նա կարողանում է գտնել մի լուսանկարչի, որի մոտ պահպանված են լինում երիտասարդ ավելի տարիքում արված Մոնրոյի մերկ լուսանկարները։ Հեֆները գնում է այս լուսանկարները շատ ծիծաղալի փոքրիկ թվով, եթե չեմ սխալվում, մինչև $500 եւ տեղադրում է այս նկարները ամսագրի շապիկին եւ ամսագրում։ Հասկանալի է, որ Playboy-ի առաջին համարը հրատարակվելուց ընդամենը մի քանի ժամ հետո ուղղակի վերջացած էր, գոյություն չուներ, վաճառքները աննախադեպ էին եւ Playboy-ը հենց այդ պահից պարզ էր, որ շարունակական է լինելու, ու եթե այս քայլը դառնում է հաջողություն ու իսկական տրիումֆ Հյուգ Հեֆների եւ Playboy-ի համար, ապա Մերլին Մոնրոյի համար դա դառնում է իսկական
ողբերգություն եւ իսկական սառը ցնցուկ, որովհետեւ Մոնրոն իր տանը նստած նույնիսկ կասկածներ չուներ, որ առավոտյան արթնանալու է մի Ամերիկայում, որտեղ յուրաքանչյուրը տեսել է նրա մերկ լուսանկարը։ 20-րդ դար Fox ընկերությունը ուղղակի կատաղության մեջ էր։ Ընկերության հիմնադիրները, պրոդյուսերները, ռեժիսորները համոզում էին Մոնրոյին շտապ հարցազրույց տալ, ելույթ ունենալ եւ ասել, որ լուսանկարներում ինքը չէ, որ դա ուղղակի կեղծիք է։ Բայց ինչ է անում Մոնրոն։ Մոնրոն հասկանում է, որ իր կարիերայի ամենակարևոր խաղաքարտը իր սեքսուալությունն է, այն, որ տղամարդիկ են ուզում իրեն տեսնել էկրանի վրա, ու այն, որ կանայք ուզում են նմանվել իրեն, որովհետև տղամարդիկ սիրում եւ ցանկանում են նմանատիպ կնոջ։ Ու հենց այդ ժամանակ Մոնրոն անում է իր կյանքի ու կարիերայի երևի թե ամենախելացի քայլը։ Մոնրոն ոչ թե ժխտում է, որ լուսանկարներում ինքն է, այլ հակառակը, դուրս է գալիս եւ հրապարակային հաստատում է, որ մեր լուսանկարներում ինքն է։ Պարզապես այս լուսանկարները ինքը արել է ավելի երիտասարդ տարիքում, երբ հացի ու տարական ամենօրյա գոյատևման հումարի կարիք է ունեցել։ Այս իրադարձությունից հետո Մոնրոյի նկատմամբ հետաքրքրությունը, ցանկությունը, սերը ել ավելի է կրկնապատկվում ամբողջ Ամերիկայի տարածքով եւ երևի թե Մոնրոյի գեղեցկության ու Մոնրոյի հեղինակության ու հայտնիության մասին իմանում են նաեւ Ամերիկայի սահմաններից դուրս։ Փաստացի այն, ինչը կարող էր ուղղակի ոչնչացնել մեկ այլ դերասանուհու կարիերա եւ մի ամբողջ կյանք, դառնում է Մոնրոյի ամենակարևոր խաղաքարտը հաջողության եւ հայտնիության ճանապարհին։ Սա լինում է հենց այն պահը, երբ Մոնրոն ի վերջո կարողանում է հասնել այնտեղ, որտեղ ձգտում էր երկար տարիներ, նա հասնում է իր հայտնիության համարյա թեփիկին, բայց հենց այս նույն ժամանակահատվածում Մոնրոյի անձնական կյանքում եւ հոգեկան աշխարհում սկսվում են լուրջ դեպրեսիաներ ու փոփոխություններ։ Ինչ է կատարվում։ Մոնրոն հերթական անգամ ամուսնանում է, այս անգամ դրամատուրգ Արթուր Միլլերի հետ։ Նրանց ամուսնությունը կարծես թե բավական բարեհաջող սկսվում է, հարաբերությունները բավական լավ ու հաջող նով շարունակվում են։ Բայց այս ընթացքում Մերլին Մոնրոն ունենում է երկու անհաջող հղիություն, որոնցից մեկը լինում է արտարգանդային հղիություն, իսկ մյուսը ուղղակի ավարտվում է նրանով, որ Մոնրոն կորցնում է երեխային դեռ չծնված։ Ու այս երեխաների կորուստը ծանր հետք է թողնում զույգի հարաբերությունների վրա, ինչի արդյունքում Արթուրը եւ Մոնրոն ուղղակի ամուսնալուծվում են։ Մոնրոյի կյանքում սկսվում է նաև բավականին բարդ ժամանակաշրջան իր գոլեգաների եւ ռեժիսորների ու պրոդյուսերների հետ աշխատանքի առումով, որովհետև այո, Մոնրոն ցանկալի էր, սիրված էր եւ պոպուլյար էր։ Նրան շահեկան էր նկարահանել, բայց խնդիրն այն էր, որ Հոլիվուդում Մոնրոյին սկսել էին այլևս չսիրել։ Նա հարմար չէր աշխատելու համար։ Նախ եւ առաջ Մոնրոն սիստեմատիկ ուշանում էր եւ գալիս էր նկարահանման հրապարակ նախ մի ամբողջ շքախմբով, այսինքն նրան անընդհատ ուղեկցում էին տարբեր մասնագետներ, ովքեր օգնում էին նրան աշխատել, հետևում էին նրա արտաքին տեսքին, հետևում էին նրա խոսքին եւ դա տեխնիկապես բավական բարդացնում էր նկարահանման process-ը։ Երկրորդ Մոնրոն բավական դժվար էր կատարում իր դերասանական աշխատանքը բառի բուն իմաստով։ Նա անում էր շատ մեծ քանակի դուբլեր ու հենց դա է պատճառը, որ մինչև այսօր էլ շատ դեբատներ կան այն թեմայի վերաբերյալ, արդյոք Մոնրոն առհասարակ եղել է դերասանական տաղանդով, թե ոչ, որովհետև շատերը կարծում են, որ Մոնրոյի ամբողջ հաջողության գրավականը ուղղակի նրա արտաքինը եւ սեքսուալությունն էր ու Մոնրոն անտաղանդ դերասանուհի էր։ Ընդհանրապես մեկ արտահայտությունը, ինչպիսին էր օրինակ սա, Where's that bourbon? նա ասում է 1000 անգամ 1000 դուբլով մոտավորապես, այսինքն նա ասում է բոլոր հնարավոր արտահայտությունները, բացի այն մեկից, որը գրված էր սցենարի մեջ։ Այսքան բազմահազարանոց դուբլեր անելը երկարացնում էր նկարահանման process-ը։ Բացի այդ, Մոնրոն բավական քմահաճ էր դարձել
նաև իր կոլեգաների նկատմամբ։ Օրինակ, եթե նա նկարահանվելու էր ֆիլմում, նա պահանջում էր ռեժիսորից ու պրոդյուսերներից, որպեսզի ֆիլմում նկարահանվող մյուս կանանց մազերը անպայման լինեն ավելի մուգ եւ ֆիլմի միակ գլխավոր շիկահերը լինի ինքը։ Նմանատիպ կապրիզները եւ նմանատիպ ինտրիգները միայն լարում էին աշխատանքային process-ը եւ առանձնապես դուր չէին գալիս ոչ ռեժիսորներին ու ոչ էլ պրոդյուսերներին։ Ու դա է պատճառը, որ չնայած Մերլին Մոնրոյի հայտնիությանը եւ պահանջվածությանը, կամաց ռեժիսորները եւ պրոդյուսերները սկսում են խուսափել նրա հետ աշխատելուց։ Ու կարելի է ասել, որ ջազում միայն աղջիկներն են լեգենդար ֆիլմը դառնում է երևի թե Մերլին Մոնրոյի կարիերայի վերջին հաջողված պրոյեկտը։ I wanna be loved by you, just you, nobody else but you. Որից հետո լինում են եւս մի քանի պրոյեկտներ եւ վերջ։ Դրանով Մոնրոյի կարիերան ավարտվում է։ Բայց ամենակարևոր եւ լուրջ փոփոխությունը, որը տեղի է ունենում Մոնրոյի կյանքում այս ժամանակահատվածում, դա խորը դեպրեսիան էր, որի մեջ կամաց ընկնում է Մոնրոն։ Ինչով էր սա պայմանավորված։ Ժամանակի ընթացքում Մոնրոյի մոտ սկսում են բավական մեծ կոմպլեքսներ ձևավորվել իր սեփական տարիքի հետ կապված։ 30-ից հետո Մոնրոն սկսում է իր տարիքը այլևս միասնական չարտաբերել։ Օրինակ, նա չէր ասում ես 32 տարեկան եմ, նա ասում էր ես 3 եւ 2 տարեկան եմ, այսինքն թվերը արտաբերում էր առանձին։ Ու եթե շրջապատում շատերի համար սա ուղղակի տարօրինակ էր հնչում, հետո արդեն Մոնրոյի մահից հետո մարդիկ հասկացան, որ դա խորը դեպրեսիայի, վախերի առաջին հենց ցուցանիշն էր, որին ուղղակի շատ քչեր է ուշադրություն դարձրին։ Մոնրոն իսկապես դեպրեսվում էր իր տարիքից ու նրանից, որ ինքը մեծանում է, եւ ավելի քան վստահ էր, որ կամաց անցնում է Մոնրոյի էպոխան։ Ու դա երևի թե ամենավախեցնող եւ ամենացավացնող իրականությունն էր Մերլինի համար։ Սրա վերջակետը լինում է այն, որ Մերլինը Vogue ամսագրի համար նկարահանվում է կիսամերկ եւ երբ հետո արդեն պատրաստի լուսանկարներում տեսնում է իր մարմինը, նա հասկանում է, որ այլևս չի սիրում իր մարմինը եւ հասկանում է, որ իր մարմինը արդեն մեծացել է եւ փոփոխվել է։ Այս նույն ամսագրի լուսանկարները Մերլինը նորից է անում, այս անգամ փակ հագուստով ու հետաքրքիր է, որ այս իրադարձությունը կարծես իսկապես խորհրդանշական լինի եւ շատ արտացոլի այն, ինչ որ կատարվում էր Մերլինի հոգեկան աշխարհում։ Նրա բաց, նրա ազատ հոգեվիճակը կամաց փակվում է ու դառնում է նույնքան ինքնամփոփ, փակ եւ մռայլ։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ Մերլինի մեջ արթնանում են մեծագույն վախերը մենակ մնալու, մոռացված լինելու ու կամաց Մերլին Մոնրոն ուղղակի այս վախերի ցավերի լուծումը սկսում է գտնել տարբեր դեղամիջոցների մեջ եւ հետագայում արդեն ալկոհոլի մեջ։ Նա ուներ անքնություն, ինչի պատճառով էլ անքնության դեղեր էր ընդունում, բայց այդ դեղերը շատ հաճախ չարաշահում էր, ինչի պատճառով նորմալ վիճակով չէր ներկայանում նկարահանման հրապարակ եւ վերջին տարիներին արդեն այս դեղերը սկսել էր շատ ակտիվորեն միքսել ալկոհոլի հետ։ Ու բոլորովին պատահական չէ, որ այս խորը դեպրեսիայի վերջակետը լինում է 1962 թվականը։ Օգոստոսյան մի կիրակնօրյա գիշեր Մերլին Մոնրոյին հայտնաբերում են մահացած սեփական ննջասենյակում։ Ինչպես է դա տեղի ունենում։ Կեսգիշերին Մոնրոյի տան աշխատակցուհին նկատում է, որ նրա ննջասենյակի լույսը վառ է եւ գնում է, որպեսզի տեսնի արդյոք ամեն ինչ նորմալ է։ Դուռը թակում է, բայց Մոնրոն չի բացում։ Այդ ժամանակ տան աշխատակցուհին արդեն հասկանում էր, որ Մոնրոն որոշակի ծանր դեպրեսիայի միջով է անցնում եւ անհանգստանալով որոշում է զանգահարել նրա հոգեթերապևտին։ Հոգեթերապևտը գալիս է Մոնրոյի տուն եւ պատուհանի միջոցով փորձում է ներխուժել նրա ննջասենյակ մտնելուց հետո հայտնաբերում է Մերլինին իր սեփական ննջասենյակում մահացած եւ ձեռքին հեռախոս։ Տպավորություն էր, որ մահանալուց առաջ Մերլինը ինչ որ հեռախոսազանգ էր ունեցել։ Իսկ հիմա ամենահետաքրքիրը, ըստ պաշտոնական մարկածի, Մերլին Մոնրոյի մահվան պատճառը ինքնասպանությունն էր եղել։ Նա չարաշահել էր քնաբերը, բայց
շատ տարօրինակ իրադարձություններ էին տեղի ունեցել, թե նրա մահից առաջ եւ թե նրա մահից հետո, ինչի պատճառով էլ մինչև այսօր հարցեր կան։ Արդյոք Մերլինը ինքնասպան էր եղել, թե նրան սպանել էին եւ ում էր ձեռնտու վերացնել այդ ժամանակահատվածում աշխարհի ամենահայտնի ամերիկուհուն, որոնք էին կասկածելի նախանշանները։ Բանն այն է, որ աշխատակցուհին եւ հոգեթերապևտը Մերլինի մարմինը գտնում են կեսգիշերին, բայց ոստիկանությունը գալիս է Մերլինի տուն միայն վաղ առավոտյան։ Ու այստեղ շատերի մոտ հարց էր առաջանում, ինչի համար են նրանք այսքան ժամեր սպասել եւ չեն զանգահարել ոստիկանություն։ Երկրորդ տարօրինակությունն այն էր, որ ոստիկանության հետ միասին Մերլինի տուն գալիս են հատուկ գաղտնի ծառայությունները, FBI-ը, ովքեր որ արգրավում են Մերլինի հեռախոսը եւ բնականաբար հեռախոսազանգերի մասին ամբողջ պատմությունը եւ գրանցումները։ Ու այդպես էլ նրա մահից հետո պարզ չի դառնում եւ ոչ ոք չի իմանում, թե ինքնասպանություն գործելուց առաջ Մերլինը ում հետ էր հեռախոսով զրուցել եւ ով էր եղել այն վերջին մարդը, որի հետ կապի էր դուրս եկել Մոնրոն։ Ու սա իհարկե բազմաթիվ հարցերի տեղիք էր տալիս, որոնք են հիմնական թեորիաները, որոնք ըստ կոնսպիրոլոգների շատ հավանական են ու շատ հավանական է, որ Մերլինը ոչ թե ինքնուրույն ու ինքնակամ է վերջ տվել իր կյանքին, այլ նրան ուղղակի վերացրել է, ու մեր ձեռնտու վերացնել Մերլին Մոնրոյին։ Եվ այսպես վարկած առաջին, ըստ առաջին վարկածի, Մերլին Մոնրոյին վերացնելու հետևում կանգնած են երկու Քենեդիները, նախագահ Ջոն Քենեդին եւ նրա եղբայրը Ռոբերտ Քենեդին։ Սա միակ լուսանկարն է, որտեղ երևում է Մերլին Մոնրոն Քենեդի եղբայրների հետ։ Ասում են, որ ծննդյան տոնին իր հայտնի Happy Birthday երգելուց հետո որոշ ժամանակ անց Մերլին Մոնրոն առհասարակ սկսել է քիչ շփվել Քենեդիների հետ։ Ավելի ճիշտ դա եղել է հենց եղբայր Քենեդիների նախաձեռնությամբ, որովհետև առաջին տիկին Ժակլին Քենեդին դուր չի եկել այլևս իր ամուսնու եւ Ռոբերտ Քենեդիի մտերմությունը Մերլին Մոնրոյի հետ եւ ասում են, որ այսքան մտերմիկ հարաբերություններ ունենալուց հետո երկու Քենեդիներին ձեռք էր տալիս վերացնել Մոնրոյին ճանապարհից, որովհետև անձնական ու մտերմիկ հարաբերությունների ժամանակ Մոնրոն կարող էր շատ բան լսել, շատ բան իմանալ եւ շատ բան պատմել այս կարևոր քաղաքական դեմքերի մասին։ Բայց այս թեորիան կոտրվում է այն բանի ֆոնին, որ հենց այն նույն ժամանակահատվածում, երբ կյանքից հեռանում է Մերլին Մոնրոն, ամենակիչը Ռոբերտ Քենեդին քաղաքում չէր գտնվում։ Թեորիա երկրորդ։ Համաձայն այս թեորիայի Մերլին Մոնրոյին վերացրել են գաղտնի ծառայությունները, օրինակ FBI-ը։ Սա բացատրվում էր նրանով, որ գաղտնի ծառայությունները շատ լավ գիտեին Մերլին Մոնրոյի մտերմության մասին նախագահ Ջոն Քենեդիի հետ, եւ այս մտերմիկ զրույցների եւ գիշերների ընթացքում Մերլին Մոնրոն լսել էր եւ իմացել էր քաղաքական ու ռազմական որոշակի ինֆորմացիա, որը ուրիշների ականջների համար նախատեսված չէր, եւ հարաբերությունները խզելուց հետո գաղտնի ծառայություններին ձեռնտու չէր թողնել Մերլին Մոնրոյին այդ ինֆորմացիայով, որովհետև նրանք չունեին երաշխիք, որ օրերից մի օր հոլիվուդյան աստղը չէր խոսելու։ Սրա մասին է վկայում այն, որ Մերլին Մոնրոյի մահից հետո առավոտյան նրա տուն գալիս են գաղտնի ծառայության աշխատակիցները եւ արգրավում են նրա հեռախոսը, հեռախոսազանգերի մասին ամբողջ ինֆորմացիան եւ մինչեւ այսօր էլ այդպես էլ չի հրապարակվել, թե ում է Մերլին Մոնրոն արել իր կյանքի վերջին զանգը։ Թեորիա համար 3։ Ըստ այս թեորիայի Մերլին Մոնրոյին վերացրել է մաֆիան։ Ինչու եւ ում էր պետք։ Ինչպես է կապված մաֆիան եւ Հոլիվուդի ամենացանկալի կինը։ Բանն այն է, որ ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ մաֆիան ու հատկապես Չիկագոյի հզոր մաֆիան գիտեին Մերլին Մոնրոյի կապերի մասին, բավական մտերմիկ նախագահ Քենեդիի եւ նրա եղբայր Ռոբերտ Քենեդիի հետ։ Ու մաֆիայի կողմից Մերլին Մոնրոյին վերացնելը, այսպես ասած, կարող էր մեսիջ լինել Քենեդի եղբայրներին։ Այս բոլոր կոնսպիրոլոգիական թեորիաները եկել են նրանից, որ մինչև այսօր էլ
Մերլին Մոնրոյի մահը բազմաթիվ առեղծվածներով է պատված։ Նախ եւ առաջ, ինչպես նշեցի, հայտնի չէ թե ում հետ է կյանքից հեռանալուց առաջ խոսել Մոնրոն, երկրորդ, նրա ստամոքսում այդպես էլ չի հայտնաբերվել քնաբերի նմուշները, այնինչ ըստ պաշտոնական տվյալների Մերլին Մոնրոն ինքնասպանություն էր գործել հենց մեծաքանակ քնաբեր ընդունելու ճանապարհով, բայց իրականում այս բոլոր կոնսպիրոլոգիական թեորիաների մեջտեղում կա եւս մի թեորիա, որը երևի թե ամենախելքին մոտն է այն մարդկանց համար, ովքեր շատ լավ գիտեն Մոնրոյի կյանքի ողբերգությունը եւ շատ լավ գիտեն, թե ինչպես են իրենց կյանքը ավարտել Մոնրոյի տատը եւ մայրը։ Իսկ հիշեցնեմ, որ Մոնրոյի տատը իր կյանքը ավարտել է հոգեբուժարանում բիպոլար խանգարում ախտորոշմամբ, իսկ մայրը հայտնվել է հոգեբուժարանում շիզոֆրենիա ախտորոշմամբ եւ կան մարդիկ, ովքեր հավատում են, որ իրականում քրոնիկ դեպրեսիան եւ հոգեկան ցնցումները, որ ինչով անցնում էր Մերլինը, հանգեցրել են նրան ժառանգաբար իրեն փոխանցված հոգեկան խանգարման, որի արդյունքում էլ Մերլինը որոշել է վերջ տալ սեփական կյանքին իր պոպուլարության ամենապիկին։ Այնուամենայնիվ, իր կարճաժամկետ 36 տարվա ընթացքում Մերլին Մոնրոն մնում է ամերիկյան ու համաշխարհային կինոարտադրության ամենալեգենդար կերպարներից մեկը, ու նրանից առաջ եւ նրանից հետո հոլիվուդյան կինոինդուստրիայի մեջ եղել են գեղեցիկ կանայք, եղել են սեքսուալության սիմվոլներ, բայց եղել է ու կա ընդամենը մեկ Մերլին Մոնրո։ Ես սպասում եմ ձեզ կոմենտներում ու սպասում եմ ձեր ակտիվությանը։ Գրեք կոմենտներում, որ թեորիային եք դուք հավատում։ Դուք կարծում եք, որ Մերլինի մահվան պատճառը նրա կապն է նախագահ Քենեդիի ու նրա եղբոր հետ, թե նրան վերացրել է մաֆիան, թե պարզապես Մերլին Մոնրոն չդիմացավ հոգեբանորեն մենակ մնալու վախին եւ չդիմացավ այն իրականությանը, որ ինքը մեծանում է եւ օրերից մի օր անցնելու է Մոնրոյի էպոխան։ Խնդրում եմ ձեզ լինել ակտիվ, ինձ շատ կարևոր է ձեր ակտիվությունը, որովհետև այդպես դուք ինձ կօգնեք հասնել 200,000 բաժանորդի։ Ընդամենը մի քանի վայրկյան ձեր կողմից, որոնք անսահման կարևոր են ինձ համար։ Լայքեք այս վիդեոն, բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե բաժանորդագրված եք, սեղմեք զանգակը եւ անպայման կոմենտ գրեք ձեր կարծիքը վիդեոյի մասին կամ ուղղակի ինձ ուղարկեք բարևներ։ Ինչպես նաև ամսական փոքրիկ գումարով խնդրում եմ ձեզ աջակցել ինձ եւ YouTube-ի իմ ալիքին, որ ես կարողանամ հանգիստ նոր ու հետաքրքիր վիդեոներ ձեզ համար նկարահանել։ Իսկ դրա համար ուղղակի սկանավորեք այս QR կոդը, հիմա ստոպ տվեք վիդեոն ու սկանավորեք, կամ էլ վիդեոյի նկարագրության մեջ գտեք Patreon-ը, կողքի լինքին սեղմեք եւ միացեք իմ Patreon-ին ամսական փոքրիկ գումարով։ Մինչև մյուս վիդեո։